կտա։ Այս վերևը բանն է, Հոլիվուդ որ գրած է, sense տուրիստները շատ էս նորմալ ափի մեջ են բահում, բանը ոնց որ այն պիզայի բանը ոնց է աշտարակը որ կանգնում են որ հենվում են յանի որ չեն գնի նույն էլ Էֆելյան աշտարակը դա կազմում ինչպես տեսնում եք մարկային բանը անսպար է ֆանտազիան այդ թեմով ես ասի տարբերվեմ իրանց գամս հանգիստ նստեմ գրեմ բլոգս մի երկու բառ շփվեմ իմ սիրելի հետևորդների եւ ոչ միայն հետևորդների հետ ինձ սիրուն տեղում բարև ձեզ շատ ուրախ եմ որ լսում եք ինձ գրանցվեք ալիքիս եւ եթե համարում եք որ այն ինչ որ ես անում եմ հետաքրքիր է կարող եք Patreon-ում աջակցել նաեւ կարող եք տարածել նյութը ահան Հայաստանյան իրադարձությունները շատ հետաքրքիր են կողքից որ նայում ես լրիվ ոնց որ տենց ինչ որ շիզոֆրենիայով տարապող ինչ որ մի տենց մի տեղ է որտեղ պետք է ճաղերով sense փագել որովհետեւ վտանգավոր է ցիվիլիզացիայի համար եւ հետաքրքիր է նայելը գիտեք չեմ ուզում իհարկե վիրավորեմ բայց ու համոզված եմ որ adekvat մարդիկ էլ բոլորը տենց են մտածում ինձ նման կամ մի փոքր միգուցե կարծները տարբերվում են, բայց սակայն տարօրինակ է կողքից, որովհետև հիմա գրում է եկեղեցու մաքրման, այսպես process-ը, այո, ով է մաքրում եկեղեցին, Նիկոլն ու Կճոյանը։ Շատ խնդալու է, իհարկե, այո։ Եվ շատ լուրջ լրատվականները հիմա խոսում են, որ Եզրասը մի անուններ ունեն, արա, Եզրաս բանն է, Մոսկվայի թեմի առաջնորդ բան, в общем, այդ ամենի դիրեկտորն է այդ բանի եկեղեցու եւ նույն ինքը մեր այժմյան կաթողիկոսի եղբայրն է KGB-ի գործակալը, ասացեք խնդրեմ, ակունք իմաստության։ Գիտեք, ամեն անգամ մենք ասենք հայտնաբերում ենք ամերիկաներ Կոլոմբոսի նման, իդեպ Կոլոմբոսի ցավը տանեմ ինքը որ չներեսում է Հոլիվուդում նստած չէ ելնի Եվ զարմանում ենք, որ ահա տեսեք ինչ ենք մենք գտել։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ այդ փաստաթուղթը, որ հիմա ինտերնետում գցած է, որ ուրեմն սկզբից նիմադիրները ասում են, որ հայերեն ագրած ուրեմն հաստատ կեղծ է։ Ուրեմն ասենք իշխանությունը այդքան ուղեղ չուներ կամ ասենք այնտեղ այդ ԱԱՑ-ը այդքան սա իդիոտ են, չէին կարա նույն բանը կեղծեին հայ, ասենք ռուսերեն եթե կեղծելու ունեն, հա։ Չէ, հայերեն, իսկ այն ժամանակ ռուսերեն են գրում միշտ, հայերեն չեն գրում, ուրեմն նա բան չի, գործակալ չի, խփում եք։ Հետո պարզվեց, որ չէ, իսկապես գործակալ է։ Հիմա էլ ուրիշ նարատիվ է, դա էլ մեր եկեղեցու այնտեղ չգիտեմ էլի, այդպես պաշտոնյաներից մեկը, կաթողիկոսի զամմինիստրներից, չեմ հիշում ազգանունը ոնց էր, անունը ոնց է, ոչ աշխարհիկ, ոչ էլ չգիտեմ ով է։ Մի խոսքով գիտեք ում մասին է խոսքը երևի, ասեց որ հա ինչ անենք, այն ժամանակ ամեն ինչ KGB էր եւ մարդը իր հայրենիքն է պաշտպանել, միգուցե լավ էլ արել է որ նա հավաքագրվել է KGB-ի այսպես շարքերը եւ աշխատում էր հանուն Հայաստանի Հանրապետության այսինքն պարզվեց որ չէ իսկական է այդ դոկումենտը բայց լավ արել որ KGB-ի Վարդա դու լուրջ եմ ասում կողքից որ նայում ես որ դու աբիզյաննի կլինի ինչ որ մի հատ ինչ տենց ու կապիկներին բան են տվել մարդա մի փեդ են տվել երկար ու կարճ ու ուզում են այդ կոկոսը գցած լեն ու ամենախելոք կապիկը սոժ հասկանում որ երկար փեդ է պետք խփում են գնում են ասում արա այս կապիկը թույն ինտելեկտուն է ինչ խելո մի անասուն վիճակ է իրականում որտեղ բոլոր adekvat մարդիկ աշխարհում գիտեն որ եկեղեցին միշտ աշխատել է, ասենք, տենց եղել է մի շատ լուրջ կառույց, որը որ միշտ համագործակցել է այլ լուրջ կառույցների հետ, հա, ասենք KGB-ի, FSB-ի, Սիմենչի բան, հատուկ ծառայությունների հետ, դա նորմալ է, դա նորմալ է ո՞րն է, դա իհարկե աննորմալ է Աստծո գործերի, ասենք, տեսանկյունից, բայց պրինցիպի տենց է եղել միշտ Դրա համար է բոլոր եկեղեցիներն էլ եղել է տենց մեծ հաշվով ինչ-որ մի պոռնիկանոցի, ինչ-որ տենց գործակալների, կաշառակերների, պեդոֆիլների եւ սիմենչերի մի ворջ։ Բնականաբար մեջը կային նաեւ եւ այսպես ասած
եւ պարկեշտ քահանաներ, պարկեշտ հոգեվորականներ, ամեն տեղ էլ կա, այ քեզ բան, ես մի նապաստակ եմ ճանաչում, ծխել է։ Հա, եւ ձի եմ ճանաչում, որը նիկոտինից չի սատկել։ Հնարավոր է։ Հումանիստ նացիստներ են եղել, թուրքեր են եղել, որոնք որ փրկել են հայերին, ամեն ինչ, ամեն տեղ կա բացառություններ եւ իհարկե մեր հայ եկեղեցին ամենավատը չի բոլոր եկեղեցական այդ ընդհանուր այդ բանից այդ պորնոգրաֆիայից, որը որ կա ամբողջ աշխարհում։ Բնականաբար։ Եվ ինչն է ստե տարկիր։ Ստեղ ուղղակի իշխանությանը պետք է հարմար եկեղեցի։ Եվ դա էլ է նորմալ, օբյեկտիվ է, որ իշխանությունը կուզենա մի եկեղեցի ունենա, որը իրան դեմ է խոսում, որը իրան, ասենք, իրան նարատիվներին դեմ է, իր բաներին դեմ։ Առաջ նորմալ է, չէ, օքեյ էր էլի ոնց որ։ Դե եկեղեցին էլ տենց հատ դե ճիշտ է Նիկոլը մի բան չէր, բան, բայց դե ոչինչ լոյալ էին վերաբերվում իրար։ Բայց մի որ քանի գնաց ասում է ռուս ասում է կասանակամին նաշլա ու սկսվավ այդ բազարը, որը որ իհարկե լավ տեղ չի տանում, ոչ մի մեխանիզմ չկա կաթողիկոսին փոխելու, ներքին մեխանիզմ, որով այդ մեխանիզմները ստեղծվել են մոտ 2000 տարի առաջ եւ նրանք ավտորիտար մեխանիզմներ են, նրանք ասենք մեջում լուծվող մեխանիզմներ են, հասարակության հետ, ժողովրդի հետ, մանավանդ տվյալ իշխանների, թագավորների կամ տվյալ հանրապետության իշխանավորների հետ ոչ մի կապ չունի։ Եվ ստեղ մենակ մի բան է մնում, կամ պետք է իրար սպանեն, ասենք, որ իրարից պրծնեն, որը որ էլի լավ չի, կամ մի ձև կա ստեղ։ Եթե կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ զբաղված է ինչ-որ կոռուպցիոն սխեմաներում, եթե կամ գուցե ինչ-որ հակապետական, ասենք, սխեմաներում, բան կարելի է ուղղակի կալանավորել, այդքան բան։ Կալանավորում է, ասում է, այս մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, հա։ Ոչինչ, Աստված կների, հիմա Աստվածի տեսներին է ները, բարի է, չէ՞ ինքը, մեծ հաշվով, ասենք, ինչ քակաթեց ուտում ենք, բայց հետո ներում է մեզ, եթե ապաշխարում ենք, ապաշխարենք, ոչինչ։ Բռնեն, պրծնեն, բայց չէ, անպայման պետք է մի հատ ինչ-որ բազար ստեղծվի, գնալ եկեղեցի, ընդ կայնել, քացով խփել դռներին, բան, ասա, այ անասուններ, այդ դուռը մարդկա պաչում է, մարդկա սրբությունն է այդ դուռը իրանց համար, տենց որ տենց եկել եք, տենց խփում եք, ասենք դու, ասենք չես ջոգում, ասենք ինչի համար է այդ սա, արա ես չեմ կարում հասկանալ, вообще о чем բազարը, ինչ եք ուզում, արա, իրարից դուք ինչ եք ուզում, ժողովուրդ, հիմա դուք ուզում եք ինձ համոզել, որ ԿՊ-ականները, տես թույն հավատացյալները մի ուրիշ ձևի, հանձինս Նիկոլ Փաշինյանի, եւ իրանք ուզում են մաքրեն, մաքրազերծեն, բան տենց եկեղեցին, մաքուր եկեղեցի ունենան, որտեղ մենացո լույսն է բանը, դու լուրջ եք ասում ժողովուրդ։ Ինչ եք մեզ ես շիտեղ դրից, չեմ կարում հասկանամ, լավ հասկացանք, հավատացյալներն էլ ասենք, իրանց մեջ էլ կան նորմալ մարդիկ, որ հասկանում են, հա, հավատացյալ է մարդը, բայց հասկանում է, որ եկեղեցին ինչ է մեծ հաշվով։ Հասկանում է, այդ իշխանությունն էլ է ինչ, էլի մեծ հաշվով։ Հասկանում ենք, որ իդիոտ չենք, արա, բան չի, միջնադար չի, ախր։ Միջնադար չի, որ ասենք բանը քուրմը կամ բան չի, հելնի ասի, տեսեք, նոր բան կայծակ խփեց, ուրեմն Աստված մեզ զնակա տվե, որ մենք պասին բուլկին չամիչով ենք կերել, իդիոտ չեք, արա, սաղս հասկանում ենք ամեն ինչ։ Ինչի մասին է խոսքը, ժողովուրդ։ Ինչի մասին է։ Եթե ուզում եք կաթողիկոսին փոխեք եւ ինքը որպես Հայաստանի քաղաքացի գործակալ չի, չգիտեմ, նարկո բիզնեսի մեջ զբաղված չի, կոռուպցիոն ինչ-որ սխեմաներում չկա, ինչ ասեմ, երեխաների արք ու վաճառքով ու պորնոգրաֆիայով ինչ-որ տենց պրոստիտուցիայով բանով տենց բիզնես չի անում, օրենք չի խախտել, այդ ձեր բարոյական էշությունները թողեք են կողմ, դուք աննորմալ չեք արա սաղը նստած։ Ինչ դուք տեսել եք բանին, Ֆեմիդային, մի հատ տյոցա կա, աշկերը կապած բան տենց ենք,
որը որ օրենքով է, էլի ասենք այդ։ Դուք տեսել եք ձեր սահմանությունը ընդունած, որ իշխանությունը եկեղեցուց ազատված է բան, ոչ մի կարծած կլնեք էլի այդ իշխությունը։ Տեսել եք, չէ՞։ Բայց ինչ եք ուզում հիմա իրարից։ Ինչ եք ուզում։ Ուզում եք ինձ համոզել, որ դուք տես թույն հավատացյալ եք եւ ուզում եք Աստծո լույսը եկեղեցու, բա լուրջ եք ասում։ Այս ուղերձս ինչ, ասում առակս ինչ կցուցանե։ Իդիոտներ կան, շատ են։ Ու ընդհանրապես ես մի բան ասեմ, մեր մեջն ասած, բնակչության, ամբողջ երկրագնդի բնակչության զգալի մասը անասուն է, տենց է։ Անկիրթ է, բանա, ինչ ասեմ, ուղեղ չունի, մանիպուլացվում է, բայց աշխարհը առաջ են տանում, այն պուճուր 7-ից 10%-ը, որը որ ուղեղ ունի, մանիպուլյացիաների չի ենթարկվում, հասկանում է ինչ է կատարվում։ Գոնե մեզ թողեք հանգիստ, հա, ու մենք ինչ որ ձեզ ասում ենք, ասենք գոնե հասկացեք, էլի որ մենք ես ուղղակի գիտեցի, այստեն անեկդոտի նման է, ասում եկել եմ ասեմ, որ ես հույս չդնեք։ Ու ես խոսում եմ այն 10%-ի անունից։ Բրեք թե ես հույս չդնեմ, մենք գիտենք ինչ է կատարվում։ Գիտենք եկեղեցին ինչ է, գիտենք դուք ինչ եք, ամեն ինչ գիտենք, այդ ամեն ինչը ասում ենք մեր ներկայացումներում, մեր ստենդափներում, մեր երգերում, մեր նկարներում, մեր կինոներում, մեր ամեն ինչում ասում ենք։ Այդքան ես էլ ասեցի որպես հրապարակախոս հիմա հանդես գամ ու ասեմ, բոլորդ ինչ արժեք, դուք բոլորդ ինչ եք եւ որտեղ եք։ Նաև նրա համար եմ ասում, որ մեր այդ սեգմենտը, այդ 7-ից 10%-ը մի քիչ շատանա, սիրելի հետևորդներ։ Հասկացեք, որ այս բազարը ինչ որ մաքրությունների, բարոյականությունների, որ եզրասը, ինքը KGB-ի բանա, դրա մասին չի իրականում։ Դրա մասին չի։ Հիմա ասենք եզրասը KGB-ը, ասենք այս մյուսը, որ ասենք իր տեղ գա, այնը կլինի, ասենք Անգլիայի գործակալ կամ չգիտեմ, ես իմեն չի գործ, ուրիշի, էլի, ասենք այնի ավելի լավ է, քանի ռուսականը։ Ու կարող է երկրին տենց է պետք, ես դեմ չեմ, բայց չի կարա անկախ լինի։ Եկեղեցին անկախ չի կարա լինի։ Այսօրվա դրությամբ դա հիմարություն է ուղղակի։ Ուղղակի պետք է հարմար եկեղեցի իշխանությանը, իսկ ժողովրդին պետք է հարմար իշխանություն, ժողովուրդ ջան։ 26-ի ընտրությունները ձեզ վկա։ Ընտրեք հարմար իշխանություն։ Եթե իհարկե կթողնեն, դա էլ մի ուրիշ բազար է։ Որտեվ կան, ասենք, ինչ որ ուժեր միշտ դրսից, որոնք որ միշտ անում են այնպես, ինչպես իրենց է հարմար, հա? Այնպես ինչպես արեցին Ղարաբաղի հետ, դա լրիվ ուրիշ թեմա է, որ երկու բառով ասեմ։ Ուղղակի պետք էր, որ այդ խնդիրը լուծվեր։ Ոնց իրանց չի հետաքրքրում։ Ճանապարհներ պիտի գնան, այդ ճանապարհները գնալու են։ Հիմա ըստ մեր իշխանության ճիքերի մի քիչ են կողմ, մի քիչ էս կողմ։ Միջանցկա չէ, միջանցք չի ճանապարհ չի միջանցկա, այդ բանն այն ընդդիմությունները դե ճղում հետևը, որ չէ միջանցկա չէ ճանապարհը, բայց մեծ հաշվով Տրամպի տանձին չի դա ճանապարհը թե միջանցկա։ Ճանապարհ բաներ պետք, պրախոդեր պետք տվել են, սարքել են այդ պրախոդը, հիմա ասենք կլինի, ասենք գազամուղ, նավթամուղ, ես ինչ մալուղ, զառումար, որ աշխարհին պետք է, թքած ունեն Ղարաբաղի խնդրի վրա, թքած ունեն։ Իրանց պետք է որ դա չլներ։ Ուրիշ բան, որ մեր անասուն իշխանությունները սկսած Լևոնից մինչև այսօր կարող էին երևի թե նենց անել, որ մի քիչ ավելի լավ պրծներ այդ խնդրը, այս տրագեդիաների մեջ մենք չընկնեինք։ Կարող է պատահի, հա, միգուցե դրա շանսը կար, բայց բացենք թողը արդեն։ Հիմա բոլոր այդ բան այդ ստից խոսակցությունը Ղարաբաղների վերադարձ, դուք իդիոտ չեք, ինչի մասին եք խոսում вообще։ Դա մի ուրիշ էշություն։ Ժողովուրդ աշխարհին պետք չի որ վերադառնան, որ բան, տենց բացի Ռուսաստանից, որ էլի մեզի պահի, ասենք ձվերից sense, հասկանու։ Աշխարհին դա պետք է, աշխարհին պետք է ճանապարհի կոնֆլիկտ չլինի։ Ու չկա, տեսնում եք, ինչքան ուզում է Ալիևը ընդ բան, պատերազմի միս եմ ուզում, ինչքան ասի, չի լինելու հլվոր։ Որովհետև ճամփեքը պետք է սարքվի, մարդիկ պետք է առևտուր անեն։
Էտա պիտի լինի, ասենք բանը, ինչպես գիտեք, քաղաքականությունը բարոյականությունը էլ էլի կապ չունի ոչ մի։ Ոչ մի բարոյական բան ստեղ չկա, ստեղ պետք է ասենք, տենց ասենք ելնելու է դա։ Տեսեք հիմա ասենք բան, Ադրբեջանից բենզին է եկել, լավ է։ Ըստ բարոյականը դե նորմերի վրա շատ վատ է։ Մեր գերիները ընդեն նստած 3800 զինվոր, ասենք, մարդ զոհվեց։ Ընդդիմությունը կպած բրթում է 5000 չարա։ 3800 հոգի է։ Մեզ մար ամեն մի հոգին էլ մեր ցավն է, մեր դառնա։ Ուզում եք որ շատ լինի, որ բազարը շատ լինի, չէ, տենց չի։ Կա ստատիստիկա, այդքան է։ Փառք քեզ Աստված կամ տվյալ դեպքում փառքասու չես կարա ասես։ Դու կուզեիք, որ 7 ու 10000-ներ, չէ, այդքան է, 3800 է։ Հիմա ասող է էլի։ Հա, վերևից զանգ էլ ասել են։ Ինչ է ասում ջհայնացա։ Հա, այնա որ ժողովուրդ ջան։ Կլինի այնպես, ինչպես աշխարհը կուզի։ Կկարողանանք մեջ մի քիչ մենք ենքով մեզ կոն ֆրանկ, կարող է պատահի, թե իշխանությունը այդքան ունենա հետույք։ Չկարողանանք չի լինի, ոչ մեկին պետք չի, ոչ Հայաստանն է պետք, ոչ Ադրբեջանն է պետք է ճամփեք է հան, վերջ։ Ու կգնան մի օր երևի թե։ Լավ կլինի Հայաստանի համար։ Աստված տա։ Հա, ինչ վերում է բենզինի մասին էի խոսում։ Մի կողմից ասենք, հա, բարոյականով որ նայես իհարկե ասենք։ Լավ չի, ես եմ շատ վատ զգում, չեմ ուզում առնեմ բան, բայց ես վիտրս էլ է թուրքական։ Դե մի առաջ է։ Դե առա էլի մի օր։ Էդ դե կառնեմ էլի։ Իրեք ասենք առևտուրն էլ բարոյականության հետ, ազգային գաղափարախոսության, բան, տես բաներ չկա։ Չունի տենց ասենք ընդհանուր բան։ Ասենք Ուկրաինան բանի հետ, Ռուսաստանի հետ կռիվանում, բայց նավթամուղը, բան գազամուղ Ուկրաինայի տարածքով է, դու խաբար եք։ Ուկրաինայի տարածքով Ռուսաստանի գազը եթում է։ Գնում է Եվրոպա։ Նու Ռուսաստանի Ադրբեջանին, դու տեսեք ինչա կատարվում աշխարհում։ Ինչ բարոյականություն, ժողովուրդ, մեկ բան, այդ բարոյականության բառը շատ շահարկում ենք։ Մենք անձնական հարաբերություններ դնում ենք պետական մակարդակի։ Դրա համար ասենք ղեկավարին ընտրում ենք ըստ մեր բարոյական նորմերի, նա լավ տղա է, արավայ, ատամները բուլատից հալա, հասարակ տղա է, մեր նման է շա, լավ ապտի ընտրենք, հասկանում եք ոնց ենք մենք ընտրում մարդ, ոչ թե ընտրում ենք որ մարդը իսկապես արա մասնագետ է, լավն է, ուղեղ ունի բանը, տենց մարդ ասեն, տենց լավ կուսակցություն ունի, թույն մասնագետներ են ասա, չէ, տենց չէ, եթե ես ամեն նման էլ ընտրիլ տենք, էլի, որովհետև մերն է, էտա, չենք հասկանում, որ դա տենց չի արվում, կրկնեմ, Ռուսաստանը, Ուկրաինա այդ կռվի մեջ խաբար եք, բայց որ տեղով, բայց բանա, կոմունիկացիաները գնում են բան, ու ոչ մեկը թե մի հատ բոմբ, մի հատ գրանատ չի պայթե, մինչև հիմա, իրար տալիս սատկացնում են, չէ, բայց մինչև մի չի պայթե, ու այդ բենզինն էլ գալու է Հայաստան ու առնելու ենք, դա բիզնես է, դա բարոյականություն, դա չունի կապ գերիների, չգիտեմ ինչերի, հա, չէ, բարոյական մակարդակի վրա իհարկե ունի, իհարկե սարսափել է, խեղդվում եմ, սենց ուզեմ տամ սպանեմ սաղին, դե, ասենք մեկ, ասենք բան, չգիտեմ, Ալիևին, ասենք բան կանեի, մազերը մեկ չեղած կպոկեի բեխերի հետ միասին, բայց դե հիմա էտա ու սուսուփուս կառնեք այդ բենզինը, հա ցորենն էլ կգա, հիմա ցորեն լավն է, լավը չի, կովի համար է, շի համար է, մարդու համար է, գալու է որև տենց պետք է աշխարհին։ Ու մենք այդ գլոբուսի վրա տեբը կետա էդի մենք ենք։ Այդ կետը տույ, սենց չենք կարա հանենք։ Նու կարանք որպես պետություն կորենք ասենք, բայց այդ կետը մնալու է։ Ու այդ կետով այդ ճամփեկը հասնելու են այսենց։ Կարանք օգուտ քաղենք դրանից։ Քաղենք։ Թե զզվցնելու ենք ասենք, հա, թուրքական բենզինն եկավ, ինչ ենք անելու, Ադրբեջանի բանն, այ Չէ, ես չեմ առնի, դու ստի որ չես առնելու, այն ժանրնի առնելու ես ախր, նեն ոնց ես առնելու, վազելով ես առնելու, նենց ոնց որ թուրքական բանը, դավթար, օքյուլ դավթարին ենք առնում, ասենք, 90-ական չունենք, որտև մերը, հմի ունենք, օքյուլ դավթարի չենք առնում հիմա, մեր տետրներն ենք արտադրում երեխեքի համար,
Ինչ որ երեխեքի համար ասենք որ մաշտոցի տարերով քյուլ լեֆտերի մեջ են գրում, տենց էր, բայց անգլիագետ մեծան, առանցին անգլիագետ մեծացավ այդ սերունդը։ Էդ էլ չանենք։ Հիմա ինչ անենք, գնանք թանկ առնենք, բենզին էսի չառնենք, ենի առնենք, որովհետև դա ադրբեջանական է, որովհետև մեր գերիները ընդ նստած են։ Այդ ուրիշ թեմա է գերիները։ Գերիները այն թեման է, որ գնացեք ոչ թե ասեք իդիոտ բաներից, տերտերների համար գնացեք ինչ որ տենց ճղեք ձեզ մեջտեղից, այլ գնացեք գերիների համար ճղեք ձեզ մեջտեղից, բոլոր դեսպանությունները բլոկ արեք։ Գնացեք ունի գրասենյակ բան ոչու փուչ եղած կլնի, չէ, Երևան, գնացեք ընդ հացադուլ արեք, գնացեք ընդ բոլոր ամբողջ աշխարհում դեսպանությունների մոտ էլ կռիվ արեք, ասեք, չէ, ոնց թե մեր գերիները բան, դրա մասին ոչ թե տերտերը բանին, մորքուրին դոմփելը, թե հորքուրին է դոմփել։ Կարևորը անջատեք անկարևորից։ Ուֆ, հոգնեցի։ Եկել էի Հոլիվուդի սալերը նստած էի, հայրենիքս էի փրկում, էլ այլ ինչ փրկվեց, ինչ թեման էլ գիտեմ ոչ, երևի կնոպկ են գտնեմ ժողովուրդ ջան, լավ թեթև նայակ, ինչ ասեմ, հիմա իրականում իսկապես մեզանց շատ քիչ բան է կախված, ցավոք, լավ, գոնե մենք որպես անձ չկործանվենք, զբաղվենք մեզնով, զբաղվենք մեր ընտանիքներով, ինչ ասեմ, իրար միս շուտենք հնարավորին չափ, հիմա թազան դիմադիներ են ինչ որ եկե, բան, քոչերանի տղեն, բան, յախկա, դե ուրիշ թեմա է, զալա չեմ խոսելու, լավ, մի խոսքով, համբուրում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, կնոպկ են։